Գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանն ընդունել է գյուղատնտեսական տեխնիկա արտադրող ռուսաստանյան մի շարք ընկերությունների ներկայացուցիչների պատվիրակության, որը գլխավորում էր Ռուսաստանի Դաշնության արդյունաբերության եւ առևտրի նախարարության գյուղատնտեսության, սննդի եւ ճանապարհաշինարարական մեքենաշինության վարչության պետի տեղակալ Տիգրան Փարսադանյանը։ Հանդիպմանը ներկայ են նաեւ Հայաստանի Հանրապետության տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարարության, ագրոբիզնեսի եւ գյուղի զարգացման կենտրոնի, վարկային մի շարք կազմակերպությունների եւ այլ շահագրգիռ մարմինների ներկայացուցիչներ։ Հանդիպման ընթացքում նախարար Իգնատի Առաքելյանը հյուրերին ներկայացրեց Հայաստանում լիզինգային եղանակով գյուղատնտեսական տեխնիկայի ձեռքբերման նախագիծ, որը մասամբ սուբսիդավորվելու է պետության կողմից, որպեսզի վերջնական շահառուին գյուղտեխնիկան հասնի մատչելի գներով։ Հայաստանում պետություն մասնավոր հատված համագործակցությամբ նախատեսվում է ստեղծել մեքենատրակտորային կայան, որը կսպասարկի երկրի բոլոր մարզերի ֆերմերային տնտեսություններին։ Մեքենատրակտորային կայանի ստեղծման համար անհրաժեշտ գյուղտեխնիկայի ցանկն արդեն իսկ պատրաստ է եւ կտրամադրվի բոլոր շահագրգիռ ընկերություններին ուսումնասիրության եւ գնային առաջարկներ ներկայացնելու համար։ Մեր այցերի ժամանակ հիմնական պահանջը եղել է գյուղտեխնիկայի բացակայությունը եւ հնամաշությունը։ Երկրորդը ուսումնասիրությունը ցույց են տալիս, որ այսօր եթե մենք կարողանում ենք բերել բարձրակարգ գյուղտեխնիկա, մենք կարող ենք բարձրացնել արդյունավետությունը 20-30%-ով եւ մեր ներքին արտադրանքը դարձնել ավելի մրցակցային։ Դրանից հետո կան այլ քայլեր, բայց գյուղտեխնիկան համարում եմ ամենակարևորը։ Հյուրերի տեղեկացմամբ որոշ ռուսաստանյան ընկերություններ շահագրգռված են Հայաստանում կազմակերպել տրակտորների հավաքում։ Մենք զբաղվում ենք ռուսական հայրենական արտադրությամբ, գաղափարից մինչև վերջնական արդյունք, չենք կրկնօրինակում եւ նույնատիպ այլ արտադրանք առայժմ չկա, այդ առումով եզակի ենք։ Մոդուլային կոնստրուկցիաների հաշվին մենք արտադրում ենք այնպիսի տեխնիկա, որը լիարժեք աշխատում է ամբողջ տարվա ընթացքում։ Հայաստանը մեզ համար նոր շուկա է, ուզում ենք հասկանալ, թե Հայաստանն ինչ պահանջարկ ունի։ Կցանկանանք մեր գործընկերների ցանկում տեսնել նաեւ Հայաստանը։ Մեր կենտրոնը ի սկզբանե ստեղծվել է, որ օժանդակություն ցուցաբերի ռուս արտադրողներին։ Մենք շեշտը դնում ենք բարձրակարգ գյուղտեխնիկայի արտադրության վրա։ Չեմ թաքցնում, հետաքրքրված ենք եւ շահագրգիռ Հայաստանի հետ գործակցության եզրեր ունենալ եւ համատեղ ծրագրեր իրականացնել, հատկապես որ Հայաստանի հետ արդեն համագործակցության փորձ ունենք։ Գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանը նշեց, որ բոլոր ներկայացված առաջարկներն ու վաճառքի պայմանները հանգամանորեն կուսումնասիրվեն եւ արդյունքները առաջիկայում կներկայացվեն ռուսական կողմին։ Մենք պահանջ ենք դրել բոլոր արտադրողներին, լինի դա գերմանական գյուղտեխնիկա թե ռուսական գյուղտեխնիկա, որ իրենք պետք է ունենան իրենց ներկայացությունը, իրենց սերվիս կենտրոնները, իրենք պետք է իրենց հաշվին կատարեն ուսուցումը մեխանիզատորներին եւ կարողանան սպասարկեն շատ արագ։